Ջեկը և լոբու ցողունիկը։ Լինում է չի լինում, Ջեք անունով մի տղա է լինում։ Նա միշտ մի շատ հիմար բան էր անում, բայց փառք Աստծո, ամեն ինչ միշտ լավ էր ավարտվում։ Ջեկն ապրում էր մոր հետ։ Նրանք շատ աղքատ են լինում։ Գալիս է մի օր, որ նրանք նույնիսկ ուտելու բան չեն ունենում։ Մայրը ճարահատյալ իրենց միակ կովը տալիս է Ջեկին, որ տանի շուկա ու վաճառի։ Ճանապարհին Ջեկը հանդիպում է մի տարօրինակ մարդուկի։ Նրա գլխին երկար փետուրներով մի գլխարկ կար։ Այդ ուր է ստանում այս հրաշալի կովը, հարցնում է տարօրինակ մարդուկը։ Երբ Ջեկն ամեն ինչ պատմում է, տարօրինակ մարդուկը գլխից հանում է երկար փետուրով գլխարկը, գլխարկի միջից հանում է 5 գունավոր լոբի ու շաղ տալիս գետնին։ Այդ դեպքում, սիրելի Ջեք, ես այնպես կանեմ, որ դու իզուր այդքան երկար ճանապարհ չկտրես ու գնաս շուկա։ Ես քեզ կտամ լոբու այս 5 կախարդական հատիկները և փոխարենը կվերցնեմ քո կովը։ Ջեկը շատ է զարմանում, որտեղից գիտի այս տարօրինակ մարդուկը իր անունը, բայց կախարդական բառը լսելուց հետո Ջեկը էլ երկար-բարակ չի մտածում։ Միանգամից գետնից հավաքում է լոբիները, կովը տալիս է տարօրինակ մարդուկին ու շտապում վերադառնալ տուն։ Մայրը շատ է զայրանում Ջեկի վրա իրենց հրաշալի կովը 5 հատիկ լոբով փոխանակելու համար։ Նա բարկացած վերցնում է լոբիները, պատուհանից դուրս է շպրտում և առանց ընթրիքի Ջեկին ուղարկում է քնելու։ Երբ Ջեկը առավոտյան արթնանում է, շատ է զարմանում։ Չգիտես ինչու, խրճիթը տարօրինակ կերպով մթնել էր։ Ջեկը դուրս է վազում և ինչ է տեսնում։ Մայրը ապշած նայում է մի գիշերում խրճիթի առաջ աճած լոբու ցողունիկին, որը հասնում էր ամպերին։ Ասում էի չէ, մայրիկ, որ լոբիները կախարդական են, ժպտալով ասում է Ջեկը և արագ սկսում է մագլցել լոբու ցողունի վրայով։ Նա այնքան է բարձրանում, որ այլևս գետինը չի երևում։ Երբ հասնում է գագաթին, այնտեղ մի մեծ դղյակ է տեսնում։ Դղյակի դուռը բացում է մի հսկա կին։ Ամուսինս ուտում է փոքրիկ տղաներին, ասում է կինը Ջեկին, այնպես որ քանի չի եկել, շուտ հեռացիր։ Բայց հենց այդ պահին գետինը սկսում է դղրդալ։ Կնոջ հսկա ամուսինը վերադառնալիս է լինում։ Ուշ է, ասում է հսկայի կինը, արագ թաքնվիր պահարանի մեջ։ Ջեկը մտնում է պահարանի մեջ և բանալու անցքից ուշադիր նայում, թե ինչ է կատարվում։ Խոհանոց է մտնում մի սարսափելի հսկա և խռպոտ ձայնով ասում. «Այս ինչ է, ես փոքրիկ անգլիացի տղայի հոտ եմ առնում»։ Ինչ ես ասում, սիրելիս, դա պարզապես իմ պատրաստած նրբերշիկների բույրն է, ասում է կինը ու հսկայի առջև 163 նրբերշիկներով լի ափսեե է դնում։ Հսկան մի վայրկյանում խժռում է նրբերշիկները։ Հետո նա ոսկով լի մի պարկ է դնում սեղանին ու սկսում է հաշվել ոսկիները։ Շուտով նա ժպիտը դեմքին խորքուն է մտնում։ Այդ ժամանակ Ջեկը շտապ դուրս է գալիս պահարանից, վերցնում է ոսկու պարկը, դուրս է վազում խոհանոցից և արագ լոբու ցողունի վրայով իջնում է ներքև։ Այնտեղ նրան դիմավորում է մայրը, ով շատ է զարմանում տեսնելով ոսկին։ Ջեկի մայրը 2 նոր կով է գնում և նրանք ուրախ ապրում են ու ամեն օր քնում կուշտ փորով։ Որոշ ժամանակ անց Ջեկը կրկին որոշում է մագլցել լոբու ցողունով դեպի վեր։ Այս անգամ հսկայի կինը չի ուրախանում տեսնելով Ջեկին։ Անցյալ անգամ, երբ դու այստեղ էիր, ամուսնուս ոսկու պարկը անհետացավ, ասում է նա ուշադիր նայելով Ջեկին։ Բայց հենց այդ պահին գետինը կրկին սկսում է դղրդալ և խոհանոց է մտնում հսկան։
Փառք Աստծո, Ջեկը հասցնում է թաքնվել պահարանում։ Այսինչ է, ես փոքրիկ անգլիացի տղայի հոտ եմ առնում, խռպոտ ձայնով ասում է հսկան։ Ինչ ես ասում, սիրելիս, դա պարզապես իմ պատրաստած հավերի բույրն է, ասում է կինը ու հսկայի առջև 38 եփած հավ է դնում։ Հսկան մի վայրկյանում ամբողջը խժռում է։ Հետո նա սեղանին մի ոսկե հավ է դնում և ասում է. ոսկե ձու ածիր, և հավը ոսկե ձու է ածում։ Շուտով հսկան ժպիտը դեմքին խոր քուն է մտնում ու սկսում խռմփացնել։ Այդ ժամանակ Ջեկը շտապ դուրս է գալիս պահարանից, վերցնում է ոսկե ձվեր ածող հավը ու դուրս է վազում խոհանոցից, արագ-արագ լոբու ցողունի վրայով իջնում ներքև։ Այնտեղ նրան դիմավորում է մայրը, ով շատ է զարմանում տեսնելով ոսկե ձվեր ածող հավը։ Ջեկի մայրը մի նախիր կով է գնում և մի մարդ է վարձում, որ հոգ տանի կովերին։ Նա նաև իր և Ջեկի համար նոր հագուստ է գնում։ Նրանք ուրախ ապրում են, բայց որոշ ժամանակ անց Ջեկը որոշում է մի վերջին անգամ էլ մագլցել լոբու ցողունով դեպի վեր։ Ջեկին տեսնելով, հսկայի կինը սկսում է տրտնջալ։ Վերջին անգամ, երբ դու այստեղ էիր, ամուսնուս ոսկե ձվեր ածող հավը անհետացավ, ասում է նա ուշադիր նայելով Ջեկին։ Բայց հենց այդ պահին գետինը սկսում է դղրդալ։ Ջեկը արագ թաքնվում է սեղանի տակ, ներս է մտնում հսկան։ Այսինչ է, ես փոքրիկ անգլիացի տղայի հոտ եմ առնում, խռպոտ ձայնով ասում է հսկան։ Նա պետք է պահարանի մեջ լինի, ասում է հսկայի կինը։ Նրանք երկուսով նայում են պահարանի մեջ և շատ են զարմանում, երբ տեսնում են, որ այնտեղ ոչ ոք չկա։ Չիմանալով, թե ուր է կորել Ջեկը, հսկայի կինն ասում է. նախաճաշիր, սիրելիս, քեզ համար 92 ձու եմ խաշել և 92 հատ ձվով լի մի ափսե դնում է ամուսնու առաջ։ Հսկան մի վայրկյանում բոլորը կուլ է տալիս, հետո վերցնում է իր ոսկե քնարն ու ասում. նվագիր, և ոսկե քնարը սկսում է այնքան քաղցր նվագել, որ հսկան անմիջապես քնում է։ Այդ ժամանակ Ջեկը զգույշ դուրս է սողում սեղանի տակից ու արագ վերցնում ոսկե քնարը, բայց հենց որ դիպչում է դրան, քնարը սկսում է կանչել. Տեր իմ, արթնացիր, և հսկան տեղից վեր է թռչում։ Հսկան ընկնում է Ջեկի հետևից, բայց Ջեկը հասցնում է քնարը ձեռքին դուրս պրծնել և արագ իջնել լոբու ցողունով։ Տեղ հասնելուն պես Ջեկը վերցնում է կացինն ու հարվածում լոբու ցողունին։ Ցողունը գետին է տապալվում, դրա հետ տապալվում են նաև հսկան ու նրա կինը։ Դե իսկ Ջեկն ու մայրը երջանիկ ապրում են երկար տարիներ։ Պարկով ոսկին երբեք չի վերջանում, հավը ամեն օր ոսկե ձու է ածում, իսկ քնարը շուտով մոռանում է հսկային ու քաղցր նվագում Ջեկի և նրա մոր համար։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, կհանդիպենք։